Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի գործունեության և մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ հաղորդումը, և ես կփորձեմ հավատարիմ մնալ թեմային և խոսել հենց այս ոլորտի և խնդիրների վերաբերյալ։ Քանի որ խոսելու ենք պաշտպանի գործունեության վերաբերյալ, ես թերթեցի նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, բոլոր այն աղմկահարույց գործերի վերաբերյալ, որոնք իրականում ալեկոծել էին ողջ հասարակությանը, և հիմա հերթով կանդրադառնամ դրանց, բայց մինչ նախորդ տարվա իրադարձություններին անդրադառնալը, ուզում եմ անդրադառնալ Լիլիթ Աղեկյանի հետ կատարվածին։ Տիկին Պալյան, եթե Facebook-ում մարդը գրել է այնպիսի կամ հրապարակել է այնպիսի նյութեր, որոնք ընդունելի չեն, դա նշանակում է, որ կարելի է մարդուն գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալել։ Այսինքն արդեն իսկ դեռևս անմեղության կանխավարկածի պայմաններում և չապացուցված մեղավորության պայմաններում փորձում ենք մեղավորներ կարգել և այդ պայմաններում ասում ենք դե բանը, մարդը այնպիսի նյութեր է հրապարակել, որ արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Տիկին պաշտպան, ես նայեցի նաև ձեր հայտարարությունը Լիլիթ Աղեկյանի գործով, իհարկե չգիտեմ ձերն է թե ձեր աշխատակազմինը, որովհետև երեկ ես հայտնաբերեցի, որ փաստորեն կա պաշտպանի հայտարարություններ և կա աշխատակազմի հայտարարություններ, այդ մի միջադեպ ինձ հիշեցրեց, որ զանգում են մի գործարարի, ասում է ես չեմ, իմ վարորդն է, Արմանը, այսինքն այդ հայտարարությունը ես չեմ, իմ աշխատակազմն է։ Մի մոռացեք, ՄԻՊ-ը սահմանադրությամբ հենց ՄԻՊ-ն է։ Հիմա գալով ձեր հայտարարությանը, բացեցի հայտարարությունը ակնկալելով, որ կլինի գնահատական, որովհետև ի վերջո խախտվել է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, բայց ես տեսնում եմ արձանագրում, Լիլիթ Աղեկյանի խոսքերով եղել է սա, ոստիկանության խոսքերով եղել է սա։ Գիտեք, երեկոյան, եթե Բաբկեն Թունյանի նախկին հարևան Պողոսը թերթեր լրահոսը, ինքը կհասկանար, թե Լիլիթ Աղեկյանի խոսքերով ինչ էր եղել, ոստիկանության խոսքերով ինչ էր եղել։ Ավելին, երեկ էստեղից իմ գործընկերոջ հարցին, թե ինչպես կգնահատեք Լիլիթ Աղեկյանին գիշերազգեստով և հողաթափերով բերման ենթարկելու փաստը, ասեցիք ճիշտ չեմ համարում։ Հետո գործընկերս մի կերպ ձեզ ստիպեց ասել, որ մտահոգվում եմ, հետո դատապարտում եմ։ Տիկին Մանասյան, եթե ձեզ կամ այստեղ նստած կանանցից որևէ մեկին Աստված չանի գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալեն, կալանավորեն, տանեն շրջայցի, ոստիկանություն, ԶՊՎ, հետո դատարան, հետո նոր կալանավայր, չենք ասի ճիշտ չենք համարում, դա դատապարտելի գործունեություն է։ Գալով մյուս հայտարարությանը, թաղապետի հերոսությանը վերաբերող, արագ արձագանքման խումբը շատ արագ մեկնում է Ներնորքի ոստիկանություն հանդիպելու Չախոյանին։ Ես անկեղծ պետք է ասեմ, որ իսկապես հիանում եմ արագ արձագանքման խմբի աշխատանքով և երբեմն մտածում եմ, որ չլիներ այդ արագ արձագանքման խումբը, ինչի հետևում էիք թաքնվելու։ Կլինի մի անգամ արագ արձագանքման խմբի հետ միասին, դուք էլ գնաք, օրինակ ԶՊՎ, որտեղ ջարդված ակցիայի մասնակիցներ են տանում, կամ հիվանդանոց, որտեղ լուսաձայնային նռնակներից վնասված մատերով քաղաքացի են տանում։ Ինչևէ, դրանից հետո արդեն հրապարակվում է հայտարարությունը, էլի չգիտեմ ձերն է թե աշխատակազմինը, բայց հայտարարության մեջ իհարկե շատ կարևոր է, որ շեշտվում է, որ խստորեն անընդունելի և դատապարտելի է բռնության ցանկացած դրսևորում, յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվում են պատասխանատվության, պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություն։ Մեկ էլ գալիս ենք վերջը։ Կոչ եմ անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն հրահրող խոսքից և վարքագծից։ Ում էիք կոչ անում, կոռուպցիոն այդ դրսևորումները բացահայտող Չախոյանին, այսինքն ինքը այդպես հրահրում էր բռնությունը,
Հետո հետ եմ գնում, նայում եմ այդ նախորդ տարվա ընթացքում այդպիսի հայտարարություններ, օրինակ երբ Սամվել Վարդանյանին խոշտանգել էին, բառացի նույն ձևակերպումներով մի քիչ, հա մի բառ էս կողմ, մի բառ այն կողմ, երևի այսպես շաբլոնից copy-paste արած, էլի նույն բանն է, բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի է եւ դատապարտելի եւ այլն, հետո գալիս է հանրային եւ քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսքի կիրառումից, այլև իրենց գործելակերպով հակազդեն դրա ցանկացած դրսևորմանը, հանրային համերաշխությունը կարող է ապահովել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական նրբանկատ եւ զգայուն վերաբերմունքի եւ հարգալից երկխոսության միջոցով։ Ինչ էր արել Սամվել Վարդանյանը, այդ ինչպիսի ոչ զգայուն հայտարարություններ էր արել, որ ճանապարհին ենթարկվել էր խոշտանգման։ Գիտեք, այս ձեր հայտարարություններից հետո ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք մեր հայրենակիցներին ամեն ինչում մեղադրում ենք։ Այսինքն ոհմակով հարձակվել են ձեր վրա, դուք եք մեղավոր, միգուցե հրահրել եք ձեր արտահայտություններով։ Կամ այսօր բազմաթիվ քաղաքացիներ դարձել են ֆինանսական զեղծարարությունների զոհ, մեկ էլ ասում են, չէ, դուք եք մեղավոր, բավարար չափով կրթված չեք եւ թույլ եք տվել ձեր ֆինանսական միջոցները բանկերից թալանեն եւ դառնաք ֆինանսական զեղծարարության զոհ։ Սրա մասին իհարկե հետո առանձին առիթով կխոսեմ։ Այստեղ իհարկե անուղղակիորեն կապված մի թեմայի մասին եմ խոսեմ, սա ձեզ չի վերաբերում, խնդրեմ ձեզ վրա չվերցնել, բայց գիտեք, որ քրեակատարողական հիմնարկներում այս տարի գրանցվել է մահվան 11 դեպք, միգուցե ավելին արդեն, որովհետև չգիտեմ, ամեն օր թվերը փոխվում են, որից 5 կամ 6 ինքնասպանություն է եղել։ Արտադրության նախարարը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասում է, որ պետք է ստուգվի մարդկանց հոգեկան առողջությունը եւ դրա մահվան դեպքերը կապում է այդ հոգեկան առողջության հետ։ Ես դեմ չեմ, ստուգեք հոգեկան առողջությունը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հոգեկան առողջությունը առավել եւս ստուգեք։ Բայց ինչ է ստացվում, մարդիկ ում կյանքը վստահված է պետական մարմնին, այդ պետական մարմինը որևէ մեղք չուներ, որևէ պատասխանատվություն չուներ, մարդիկ էին մեղավոր, հա մի հատ հոգեկան առողջությունը ստուգենք, տեսնենք ինչ ա եղել, հա։ Հավաքների ազատության հետ կապված։ Ես օրինակ հունիսի 12-ին իսկապես զարմացա, երբ դուք ձեր հայտարարության մեջ նշեցիք, որ առերևույթ տեղի է ունեցել ոչ իրավաչափ ուժի կիրառում, հետո օրինակ նայեցի ձեր հաղորդման մեջ, որտեղ որ խոսում եք, որ հատուկ միջոցների կիրառման համատեքստում խնդրահարույց եք համարում, որ մինչ այժմ հանրությանը չի տրամադրվել դեպքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Կարծում եք մարդկանց մենակ տեղեկատվությունն է անհանգստացնում։ Չէ, մարդկանց անհանգստացնում է ովքեր են մեղավորները եւ ինչու միջև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել։ Այստեղ մի հատ էլ մեջբերում անեմ, չնայած ժամանակս արդեն քիչ է, դուք նույն դեպքերի վերաբերյալ խոսելիս ասել եք, ինձ համար կարևոր է եւ շատ դեպքերում հարցական, թե ինչու օրինակ տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ, կարևոր եմ համարում, որ բոլոր գործերի քննության ավարտին մենք ունենանք պատասխանատվության ենթարկված համապատասխան անձինք, եթե չունենանք, կօգտագործենք մեր գործիքակազմը այդ առումով պատասխան ստանալու համար։ Նայում եմ ձեր հաղորդման մեջ, թվարկում եք, որ որքան գործեր չեն հարուցվել, հարուցվածներն ինչպես են կարծվել, օգտագործեցիք ձեր գործիքակազմը։ Հետո փորձեցի փնտրել ձեր հայտարարությունները, օրինակ Կարմիր բերետավորների վայրագությունների հետ կապված Աշոտ Սիմոնյանի գործով, Լևոն Քոչարյանի գործով, փորձեցի հասկանալ օրինակ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի հետ ձերբակալության, խայտարակ ձերբակալության հետ կապված ինչպիսի հայտարարություններ եք արել։ Ոչ մի։ Մի բան էլ ասեմ, լրագրողների հետ կապված այս վերջերս շատ որոշակի հայտարարություններ եք արել, ի զարմանս շատերի, այսինքն երբ ազգային ժողովում լրագրողների իրավունքների սահմանափակում էր եղել, հստակ ձևակերպումներով հայտարարություններ եք արել։ Խոսել եմ լրագրողների մեծ մասի հետ։ Որևէ մեկը ձեր հայտարարությունը չէր էլ կարդացել։ Հասկանում եք, խնդիրը հենց դրանումն է, որ պետք է ինքներդ հասկանալ ինչու։ Ես հասկանում եմ, որ շատ կարևոր է ունենալ միջազգային հեղինակություն եւ վստահություն,
տեղական հեղինակության եւ վստահության մասին պետք է հոգ տանել։ Գիտեք, սիրելի հայրենակիցներ, ՄԻՊ-ի լռությունը միայն թուլություն չէ, դա նաև սոցիալական անարդարությանը ուղղակի լեգիտիմություն տալու ձև է, երբ պաշտպանը լռում է, ոտնահարված մարդը դառնում է լքված։ Վերջացնում եմ, Տիկին Մինասյան, դատելով ձեր հայտարարություններից, ձեր գործունեությունից, հաղորդումից, դուք շատ լավ հասկացել եք, թե որն է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, սակայն որն է առաքելությունը, թերևս պետք է մտածել։